Okay? This first lesson is entitled The Testimony of Life. Այս դասի վերնագիրը կյանքի վկայությունը։ It would be good if you could read the first chapter of Revelation. We'll read parts of it, okay? Կկարդանք հայտնության գրքից առաջին գլուխը։ It's important that John was in the Spirit on the Lord's day. From 1 Yeah, chapter 1. to Well, he reads the entire chapter, but we're not going to. Okay? Կարող եք ամբողջ գլուխը կարդալ, մենք այս բանը չենք կարդա։ Okay. But I do want to read, we do want to read verses 8 and 9. Այս բանը կկարդանք հայտնություն 1:8-ից 9։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ ավարտը, ասում է Տերը, որ է եւ որ էր եւ որ պիտի գա ամենակալը։ Ես Հովանեսս, որ նույնպես ձեր եղբայրն եմ եւ Հիսուս Քրիստոսի նեղության, արքայության եւ համբերության ընկերակիցը, Պատմոս կոչվող կղզում է Աստծո խոսքի ու Հիսուս Քրիստոսի վկայության համար։ Changed my mind. Let's read. Go ahead and read through 18 there, from 10 to 18. 10 to 18. Yeah, let's go ahead. Կարդանք շարունակենք 10-ից մինչև 18-ը։ Եվ Տիրոջ օրը հոգու մեջ է եւ ետևիցս մի զորեղ ձայն լսեցի փողի ձայնի պես, որ ասում էր. Ես եմ ալֆան եւ օմեգան, առաջինը եւ վերջինը։ Եվ ինչ որ տեսնում ես գրիր մի գրքի մեջ եւ ուղարկիր 7 եկեղեցիներին, որ գտնվում են Ասիայում, Եփեսոսին, Զմուրնիային, Պերգամոնին, Թիվատիրին, Սարդիկեին, Ֆիլադելֆիային եւ Լավոդիկային։ Եվ շրջվեցի այն ձայնի կողմը, որ խոսում էր ինձ հետ, որ երբ շրջվեցի 7 ոսկե աշտանակներ տեսա։ Եվ 7 աշտանակների մեջտեղում մեկին, որ նման էր մարդու որդուն, մինչև ոտքերը երկար պատմության հագած եւ կրծքի վրա ոսկե գոտի կապած։ Նրա գլուխն ու մազերը բրդի պես էին ու ճերմակ ձյան պես եւ նրա աչքերը կրակի բոցի պես։ Եվ նրա ոտքերը ոսկե պղնձի նման, որ կարծես հնոցի մեջ վառվել էին, եւ նրա ձայնը նման էր շատ ջրերի ձայնին։ Եվ իր աջ ձեռքում 7 աստղ ուներ, ու նրա բերանից մի սրված երկսայր սուր էր դուրս գալիս, եւ նրա դեմքը արևի նման էր։ Արևի էր նման, որ փայլում էր իր սեփական զորությամբ։ Եվ երբ նրան տեսա, նրա ոտն ընկա մեռելի պես, ու նա իր աջ ձեռքը դրեց վրաս ու ասաց ինձ. Մի վախեցիր, ես եմ առաջինը եւ վերջինը։ Ես նա եմ, որ ապրում է, մեռած էր, եւ ահա կենթանի է հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ ունեմ դժոխքի եւ մահվան բանալիները։ 18, right? Amen. Amen. Well, imagine you're in this room. This room right here. Այս սենյակը, որում որ դուք հիմա կաք, And in steps this Jesus. այստեղ է նաեւ Հիսուսը։ John would have recognized him. Հիսուսը Հովանեսը ճանաչեց նրան։ Except he looked entirely different from the Jesus that he remembered. Չնայած նա ամբողջապես տարբերվում էր այն Հիսուսից, որին նա տեսել էր։ There's a glory about him that John has not yet seen. Կար Աստծո փառքը, որ դեռ Հովանեսը չէր տեսել։ There's a power and authority about him that is shocking to John. Նրա զորությունն իշխանությունն էր, որ ապշեցրեց Հովանեսին։ It is an amazing thing that he sees this one who is and was and is to Եվ come. զարմանալի բաներ էր տեսնում նրա մեջ, որ կար եւ որ գալիս է։ Now, if this room were the room that John was in, Եվ այն սենյակը, որում որ Հիսուսը կար, Հովանեսը կար, we'd see Jesus walking around with stars in his hand. տեսնում են, որ այդ աստղերի հետ Հիսուս քայլում էր։ And there'd be 7 lampstands Ու in this կային room. 7 աշտանակներ սենյակում։ And Jesus would be walking among these lampstands. Եվ Հիսուսը այդ աշտանակների միջով քայլում էր։ And we have to ask ourselves the question, Ու ինքներս մեզ պետք է հետեւյալ հարցը տանք. what is he doing? Ինչ է նա անում։ What's he looking for? Ինչ է փնտրում։ This one whose eyes are flames of fire. Ինչ է փնտրում այն մեկ, ում աչքերը վառվում են այդ բոցից կրակից։ He's peering into these churches. Որ նա այդ եկեղեցու մեջ էր։ He's looking for Նա something. փնտրում էր եկեղեցում ինչ որ մի բան։ I believe that he's looking into the spiritual life of these churches. Հավատում եմ, որ նա այս եկեղեցիներում հոգևոր կյանք էր փնտրում։ He's looking to the nature and the character of those churches. Եվ այս եկեղեցիների բնույթն ու իրենց հատկություններն էր փնտրում։ He's also looking for a reason to allow this church to remain part of the true church. Եվ փնտրում էր այն արդյունքը, այն պատճառը, որ թույլ կտար այս եկեղեցիները ճշմարիտ եւ կենթանի եկեղեցիներ լինեին։ He was looking Նա փնտրում էր to see if they were still a true witness for him. տեսնելու թե արդյոք նրանք դեռ ճշմարիտ վկաներն են իր ճշմարիտ վկաները։ In each church that he examined, Յուրաքանչյուր եկեղեցին, որը նա քննում էր, the issue was very simple. շատ པարզ էր։ Were they still true to Շատ him? པարզ էր իր փնտրածը։ Արդյոք նրանք
ճշմարիտ են մնացել Were իրենք։ they a true witness? Արդյոք ճշմարիտ վկաներն են իրենք։ Or had they allowed something to come in? Թե ինչ որ մի բան թույլ են տվել, որ իրենց մեջ մտնի։ Something that would disqualify them. Ինչ որ մի բան, որ իրենց որակները կգցեր, Jesus կվարակազրկեր։ is looking into these churches. Հիսուսը փնտրում էր այդ եկեղեցիների մեջ։ Now, when we think about the church today, we know Երբ որ մենք that մտածում ենք այսօր եկեղեցիների մասին, գիտենք, there's perhaps a lot of things that we call a church that Jesus doesn't call a church. որ միգուցե այն ինչ որ մենք եկեղեցի ենք կոչում, Հիսուսը չկոչեր եկեղեցի։ Jesus would look at us, Հիսուսը նայում է examine մեզ, us. քննում է մեզ։ And there would be some churches in the world today that he would remove from that room because they didn't qualify any longer. Միգուցե կլինեն աշխարհի եկեղեցիները, որ նա կհեռացներ այդտեղից։ It was the same in that day of John. Նույնը այսօր էր տեղի ունենում, երբ Հովանեսը Jesus was going to either leave that lampstand or take it out. տեսա, որ Հիսուսը կամ կվերցներ այդ աշտանակները կամ կթողներ։ The great question is were they still in relationship with him Ամենամեծ հարցը արդյոք նրանք դեռ ունեն իր հետ հարաբերություն, or had they passed beyond that relationship? թե արդեն անցել էր իրենց, մարել էր իրենց հարաբերությունները։ And so as we think about this, the question becomes what causes God to continue to call that candlestick his own? Մտածում ենք սրա մասին, հասկանում ենք ինչն էր պահում Աստծուն, որ նա շարունակեր վառ պահեր այս աշտանակները։ When we look at these churches, we recognize that there's Երբ some նայում ենք things այս եկեղեցիներին, հասկանում ենք, որ that do not justify his preserving and keeping that church. ինչ որ բան կար, որ չէր պահում այդ եկեղեցիները։ Just because God sent someone to a city and raised up a church, Քանի որ Հիսուս ուղարկել էր ինչ որ մեկին, որպեսզի արթնություն բերեր եկեղեցու մեջ, just because it came into being during an outpouring of the Holy Spirit. որ բերեր Սուրբ Հոգու, ինչ որ մեկը գար ու բերեր Սուրբ Հոգու այդ թափեր Սուրբ Հոգի նրանց վրա։ Doesn't mean it still qualifies. Բայց դա չի նշանակում, որ նրանք դեռ ունեն այդ որակները։ If you look at the history of Ephesus, the Եթե church, նայենք of Ephesus, Եփեսոս եկեղեցու պատմությանը, the very first church that Jesus will deal with, in chapter 2, ամենաառաջին եկեղեցին, որտեղ երկրորդ գլխում Հիսուսը գործ է անում այդ you'll եկեղեցին։ find a church that was raised up by Apostle Paul, Պողոս Արաքյանն էր այդ եկեղեցին բարձրացրել։ a church that experienced a mighty outpouring of the Holy Spirit, Եկեղեցին, որ փորձառել եւ զգացել էր Սուրբ Հոգու ներկայությունը, a church that turned that world upside down. որ ամբողջ աշխարհը գլխիվայ շուռ էր տվել այդ եկեղեցին։ And yet Jesus is talking to that church Ու Հիսուսը շարունակում էր խոսել այս and եկեղեցին։ saying, if you don't return, if you don't repent, I'll take Ու you ասում էր, out. եթե չափաշխարես, ես քեզ դուրս կհանեմ։ They may have said, hey, wait a minute, Because Apostle he Paul was our founder. Մի րոպե, Պողոս Արաքյանը մեր հիմնադիրն է։ Jesus would have said, it doesn't matter that how you Հիսուսը started. կասեր, որ կապ չունի ինչպես է սկսել, ինչ սկիզբ ես ունեցել։ The question is how are you living today? Հարցն այն է, թե ինչպես ես այսօր հիմա ապրում։ Even though Ephesus would have a wonderful history of devotion to God, Չնայած որ Եփեսոս ուներ հիանալի պատմություն, թե ինչպես էր նվիրվել Աստծուն, God raised it up from Paul. Աստված այդ եկեղեցին բարձրացրել էր Պողոսի միջոցով։ History tells us, or we believe, that John, who wrote the Revelation, would have been a pastor of that church. Պատմությունը խոսում է նրա մասին, ու մենք հավատում ենք Հովհաննեսն էլ այդ եկեղեցիների հովներից էր։ And just because it has this great history doesn't mean it's still his Ու church. ասում է, որ կապ չունի, որ եթե լավ պատմություն է ունեցել, դեռ կարող է շարունակել գոյատևել այդ օրերում։ Again, you and I may think Միգուցե դուք եւ ես մտածենք, that if God raised it up in the beginning, որ եթե Աստված բարձրացրել է սկզբում այդ and if եկեղեցին, God blessed it for many եւ years, օրնել է շատ տարիներ, then surely God should allow it to continue ուրեմն հաստատ as his Աստված true թույլ կտա, instrument. որպես ճշմարիտ գործիք շարունակեն գոյատևել։ Now, I'm talking about its usefulness to God. Բայց խոսում նրա մասին, որ օգտակար պետք է լինեն Աստծո համար։ I'm talking about whether it has that testimony of life. Խոսում նրա մասին, թե արդյոք ունեն կյանքի վկայությունը։ I'm not really questioning its salvation, okay? Ես չեմ կասկածներ բերում իրենց փրկության հարցում, But I am saying to you that այլ ասում եմ, there's some things that men call a church that are not a church. ինչ որ մի բան, որ նրանք եկեղեցի են կոչվում, բայց դա եկեղեցի չէր։ And I'm looking for what God calls a church. Ու փնտրում ենք մի բան, որ Աստված կկոչի, կհամարի դա որպես եկեղեցի։ Because there's churches that have started out with God but have departed the way. Որովհետև այս եկեղեցին հիմնվել էր Աստծո կողմից, բայց հետո շեղվել էր։
So again, we're looking at this question. Նորից նայում ենք այս հարցին։ What are the qualities of that church that is acceptable unto Jesus? Ինչ որակներ ուներ ու ինչպես էր ընդունված Հիսուսի կողմից այդ եկեղեցին։ To really understand this, we've got to understand why God brought forth this church in the first place. Մենք պետք է հասկանանք, թե ինչու է Աստված եկեղեցին բերում, sorry, could you repeat? Bring. We have to, why did God bring forth a church, any church? The Ինչու է church? բերում Աստված եկեղեցին, որպեսզի գոյատևի։ Why did he declare there will be a church? Ինչու է Okay. հրճակում, որ նրանք եկեղեցի են։ We got to see the purpose of that church if Պետք we're է going to understand what տեսնենք God's looking եկեղեցու for. նպատակը հասկանալու համար։ And we're going to look at and consider the symbolism of that lampstand. Պետք է տեսնենք ու հասկանանք աշտանակի խորհուրդը, նրա նշանակությունը։ Now, we know that this lampstand is something that produces light. Գիտենք, որ այդ աշտանակը խորհրդանշում էր, ներկայացնում էր լույսը։ In the tabernacle and in the temple, there were these lampstands. Եվ տաճարի մեջ էր նաև գտնվում հենց այդ աշտանակները։ It was the job of the priest to go in every day and fill the cup with Եվ oil, քահանան պետք է ամեն օր մտներ եւ այդ աշտանակները յուղով լցներ։ perhaps to trim the wick of that and to make sure that it was always burning. Ամեն օր պետք է այդ յուղը լցներ, որպեսզի վստահ լիներ, որ այդ կրակը ինքը շարունակաբար կվառվի։ But if we'll turn to Zechariah 4, Բայց we'll երբ որ see գնանք a Զաքարիա different 4-րդ գլխի մեջ կտեսնենք այլ պատկեր։ 4 Yeah, Zechariah 4. Which verse? We're going to start in verse 2 there. Only 2. I got to find the other one. Zechariah 4, verse 2. Let's see what 1 and 2 say. 1 and 2. Զաքարիա 4:1 եւ 2-ը։ Եվ ինձ հետ խոսող հրեշտակը նորից եկավ ու ինձ արթնացրեց, ինչպես մի մարդու քնից կարթնացնեն։ Եվ ինձ ասաց. Ինչ ես տեսնում? Եվ ես ասացի. Նայեցի եւ ահա ամբողջովին ոսկուց մի աշտանակ, որի գագաթին մի թաս կար, որի վրա այդ 7 ճրագների համար 7 ճրագ եւ 7 խողովակ, որ նրա գագաթին են։ Did you read 1 and 2? And let's go down to 3 and 4. Երրորդն ու չորրորդը նույնպես։ Եվ երկու ձիթենի նրա մոտ մեկը թասի աջ կողմում, իսկ մյուսը ձախ, եւ պատասխանեցի ու ասացի ինձ հետ խոսող հրեշտակին. Ինչ են դրանք, Տեր իմ։ Let's get a description of this if I can. Okay. Փորձենք նկարագրել սա, եթե կարող եմ։ You have a lampstand Ունենք այդ աշտանակները, that's near an olive tree. ովքեր, sorry, An olive, it's near. այդ an olive. մոտ է գտնվում այդ ձիթենու ճյուղին։ And the olive tree and the lampstand are connected by a pipe. Եվ այդ ծառը եւ աշտանակը խողովակով կապված են իրար։ Instead of producing olives, that tree produces the oil that flows through the pipe right directly into. Եվ այդ ծառից յուղը խողովակով գալիս է եւ սնուցում է այդ աշտանակը։ Man doesn't have to crush the olive to get the oil. Էլ պարտադիր չի ինչ-որ մեկը գնա եւ յուղը հանի այդ ծառից։ Man doesn't collect the oil in a Մարդը չի container. հավաքում ինչ-որ տարայի մեջ, թասի մեջ այդ յուղը։ Man doesn't take the oil into the tabernacle. Մարդը չի վերցում թասից այդ յուղը եւ տանում դեպի տաճար։ There's no work of man at all. Այստեղ այսինքն մարդու գործ ընդհանրապես չկա։ In chapter 4 and verse 6, 4-ի 6-րդ համարը God gives a word to Zerubbabel. It says, not by might nor by power, but by my spirit. Աստված Զորաբաբելին ասում է, ոչ զորությամբ, ոչ էլ ուժով, այլ իմ հոգով։ And if you'll see what God is looking for in the Երբ որ church, տեսնում ենք, թե ինչ է Աստված փնտրում եկեղեցում, is that we see that it is a living expression There's- of the Holy Spirit of God. տեսնում ենք, որ Աստծո կենթանի ներկայությունն է։ There's a direct connection to God. Ուղիղ կապ կա այստեղ Աստծո հետ։ God's flowing through that Աստված church. հոսում է այդ եկեղեցու It's միջոցով։ not the work of man. Դա մարդու գործը չէ։ It's not man's planning, Դա մարդու ծրագրերը man's չեն։ talents, Մարդու տաղանդներից չեն։ man's intelligence. Մարդու խելքից չէ։ The church is a work of the Holy Spirit. Այդ եկեղեցին Սուրբ Հոգու գործն է։ It's built not by might nor by power, but by the Ոչ Spirit of God. զորությամբ, ոչ էլ ուժով, այլ իմ հոգով։ The gold represents the holiness of that church. Սուրբ Հոգին, կներեք, ոսկի ներկայացնում է Սուրբ Հոգուն այդ It's եկեղեցում։ pure and holy in the sight Այդ of God. մաքուր է, սուրբ է այդ ոսկին։ And as Jesus walks through those churches, Ու երբ he's going to որ point out their Հիսուսը sin. Երբ որ Հիսուսը քայլում այդ եկեղեցիների մեջ, նա կարող է այդ ամենը լցնել։
But as we look at that candlestick in Zechariah 4, Ու we'll երբ որ see նայում ենք Զաքարիա 4-ի մեջ այդ աշտանակներին, this thing is always burning, it's always living, it's alive. այդ աշտանակները միշտ վառվում են, միշտ կենթանի են, միշտ արկա են։ There was no work of man to gather that oil or Մարդու store that գործում այստեղ չի oil. գործում, այսինքն ինքը չի հավաքում յուղը, ինքը չի սնուցում, The oil of the Holy Spirit flowed այլ from այդ heaven, յուղը գալիս է երկնքից Սուրբ Հոգուց, flows down into that church, հոսում է եկեղեցու մեջ, flows out through that եւ church into the եկեղեցուց դուրս է world. հոսում դեպի ամբողջ The աշխարհ, church is seeing եւ the light of God եկեղեցին տեսնում է burns. Աստծո լույսը վառված։ It never goes out Երբեք ուղղակի այդպես դուրս չի գալիս։ because of the working of the Holy Spirit in its Ու midst. այս ամենը տեղի ունենում Սուրբ Հոգու գործունեության շնորհիվ։ Do you see what God is looking for in the church? Տեսնում եք թե ինչ է ուզում Աստված եկեղեցու Because համար։ we're talking about the church. Երբ որ խոսում ենք եկեղեցու մասին, We're talking about the living, light-filled church. խոսում ենք կենթանի լույսով լի եկեղեցու մասին։ It's a testimony of an undying flame. Սա վկայությունն է չմարող, չհանգչող կրակի մասին։ That church has a flow of the Holy Spirit within it. Եկեղեցին, որը Սուրբ Հոգու հոսք ունի իր մեջ։ It's not stored up, it's not put aside, it's Դա մի կողմ չի flowing. դրվում, չի դադարում, այն շարունակաբար հոսում է։ A flowing of the Holy Spirit at all times. Հոսում է ամեն ժամանակ Սուրբ Հոգուց։ It's not enough that that church is born of revival in the Բավական past. չէ այն, որ եկեղեցին ծնվել է, արթնություն է ապրել։ Paul in Ephesus had handkerchiefs. Պողոսը Եփեսոսում ուներ այդ They ամենը։ bring healing and Բերում էին թաշկինակներ deliverance. եւ գալիս էր այդ ժամանակ People will բժշկություններ, be baptized of the Holy ազատություններ, Spirit. մարդիկ Սուրբ Հոգով էին But the մկրտվում։ question is not what happened in the Բայց past. հարցը այն չէ, թե ինչ եղավ եկեղեցու անցյալում։ The question is what is happening Հարցն այն է, թե today? ինչ է այսօր տեղ ունենում And եկեղեցին։ Jesus said to them, Եվ you've Հիսուսը նրանց lost your ասաց. first love. Դուք կորցրեցիք ձեր առաջին սերը։ You've lost your first love. Կորցրեցիք ձեր առաջին սերը։ Something essential is missing. Ինչ որ մի բան բաց թողեցիք։ You're no longer living on the Այլևս same level that you չեք were. ապրում when այն you were նույն born. մակարդակի վրա, որ ունեիք առաջ։ We have to have this light of God burning. Պետք է Աստծո այս լույսը մեր մեջ վառ մնա միշտ։ It is a constant declaration of, Սա շարունակաբար Victory հրճակում over է death. հաղթության մասին, մահի դեմ։ it says Jesus has won the victory. Ասում է, որ Հիսուսն է, խոսքն ասում է, որ Հիսուսն է միակ հաղթությունը։ We've been given the victory over death, Մեզ տրված է հաղթություն մահվան դեմ, a victory over sin. հաղթություն մեղքի դեմ։ I'm talking about the working of the Holy Spirit. Խոսում եմ ես Սուրբ Հոգու գործերի մասին, նրա գործունեության մասին։ I'm talking about the flowing of that Holy Spirit in our Խոսում եմ, որ lives. Սուրբ Հոգին շարունակաբար հոսի մեր կյանքերի մեջ։ There is a light that burns in the Որ church. լույս պետք է լինի եկեղեցում, որ շարունակաբար կվառվի։ It cannot be put out by this world. Ու ուղղակի այս աշխարհով այդ ամենը չի կարող տեղ The ունենալ։ church is planted, darkness is everywhere. Եկեղեցին տնկված է, հիմնված է այդ խավարի մեջ։ If I can say it this way, death is everywhere. Ես կարող եմ նաև ասել, որ մահն է ամենուր։ Death and darkness are the same Մահը, thing. խավարը նույն բանն են, But the church has a light. բայց եկեղեցին ունի լույս։ It burns by the fire of the Holy Spirit. Վառվում է Սուրբ Հոգու կրակով And it's declaring to the whole ու world հրճակում է ամբողջ աշխարհում, that we have a power որ մենք over ունենք death. զորություն մահվան դեմ, That we have a power over որ this մենք world. ունենք զորություն այս աշխարհի դեմ, Our Lord has overcome որ death. մեր Տերը հաղթեց մահին։ This light that burns is Այս the only լույսը, thing, որ վառում է, միակ բանն է։ the only reason God Միակ will պատճառն է, որ recognize you as a true church. Աստված ձեզ որպես ճշմարիտ եկեղեցի կճանաչի։ He will do anything and everything for a church Նա that is ցանկացած alive. բան ու ամեն ինչ կանյան եկեղեցում, որտեղ կա կյանք։ If that light is burning, Եթե այդ լույսը վառվում է, it may be surrounded by darkness. միգուցե այդ եկեղեցին շրջապատված կլինի խավարով, But if that light is burning, բայց եթե այդ լույսը վառվում է, then God's going to watch over that church. ուրեմն Աստված կհետևի, ուշադրությամբ կհետևի He's այդ going to send His եկեղեցին։ blessing, Ուղարկի իր His օրհնությունները, anointing. իր օծությունը։ He's going to meet its needs Նա կհանդիպի մարդկանց կարիքներին, because it is His true church. որովհետև դա իր ճշմարիտ եկեղեցին է։ What did we find in this teaching of Revelation 2 and 3 Ինչ ենք տեսնում հայտնության այդ երկրորդ երրորդ գլուխներում։ is what God is looking for. Այն ինչ Աստված փնտրում է։
that life that այդ flows կյանքը, որ from the throne հոսում of է God. Աստծո գահից։ Here's the light of the Holy Spirit still Նա է burning Սուրբ in our Հոգու այդ lives. լույսը, որ վառվում է մեր մեջ։ It's not that you were saved 20 years ago. Դա ինչ է, որ դուք ստացա կամ փրկվեցի 20 տարի առաջ։ It's not that you have a great reputation as Ոչ a էլ նրա servant համար, of որ God. որպես Աստծո ծառա լավ համբավ ունեք։ It's not a great reputation as a church. It's whether or Ոչ էլ not եկեղեցու լավ համբավի մասին է we խոսքը։ are part of the revival of Մենք the արթնության մի մասն ենք founding դառնում of the churches of this nation. այս ազգի եկեղեցու մեջ։ It's a question of, is there a light still burning within Եվ us? հարցը հետևյալն է. Արդյոք լույսը շարունակում է վառվել մեր մեջ։ Is the light of the Holy Spirit still burning in our Արդյոք lives? Սուրբ Հոգու լույսը շարունակում է վառվել մեր կյանքերի մեջ։ We see that Jesus is looking for that faithful witness. Հիսուսը փնտրում է այդ հավատարիմ վկաներին։ We know that this light that burns, Գիտենք, որ այդ լույսը, որ վառվում է, it is an abiding expression of the Lord Himself. դա Աստծո արտահայտման ձևն է հենց։ They're a living witness of Christ. Կան Աստծո կենթանի վկաներ։ That's what the Holy Spirit does in our lives. Դա այն է, ինչ որ Սուրբ Հոգին մեր կյանքերի մեջ անում է։ He produces that witness, that faithful Նա witness. մեզանից դուրս է հանում այդ հավատարմությունը, ցույց է տալիս այդ In հավատարմությունը։ the power of the Holy Spirit, Եվ we Սուրբ Հոգու become զորությամբ ենք մենք a դառնում։ faithful witness to the Հավատարիմ person of Jesus վկաներ, Christ. Հիսուս Քրիստոսի հավատարիմ վկաներ Սուրբ Հոգով ենք դառնում։ And again, as Jesus walked through these churches, Եվ կրկին Հիսուսը քայլում է այդ եկեղեցիների մեջ, there was much to be commended. շատ բաներ կան, որ պետք է զոհաբերվեն։ Many of them were faithful. Նրանցից ոմանք շատերը հավատարիմ են, Many of them preached the right things. շատերը ճիշտ բաներ են քարոզում, Many of them knew or identified false teachers and false prophets. շատերը ճանաչվում են, իրենց ճանաչում որպես կեղծ ուսուցիչներ, In 5 of these churches, there were 7 in all, in 5 of them, there's Նրանցից something that he corrected. 5-ի մեջ եկեղեցի մեջ կան բան, որոնք պետք է ուղղվեն։ Ինչ-որ բան պետք է փոխվի։ In one church, there was nothing wrong. Կար մի եկեղեցի, որում ոչ մի վատ բան չկար։ In the Laodicean church, Jesus wasn't even on the inside. Անկամ wasn't He inside։ wasn't inside that church. Նա Հիսուսը այդ եկեղեցու մեջ չէր։ They looked on the outside as if they were successful. Դրսից երբ որ նայում են եկեղեցում, թվում էր թե հաջողակ էին, ամեն ինչ լավ էր։ Their testimony was, we're increased in goods and have need of nothing. Քրիստոսի նրանց վկայությունն այն է, որ իրենք Քրիստոսի մեջ են ու որևէ բանի կարիք չունեին։ We've got a building, Ունենք շենք, we've got կառույց, a wonderful choir and worship team, ունենք լավ խոր, լավ փառաբանության խումբ, we've got comfortable seating and հարմարավետ աթոռներ ունենք, a wonderful pastor that preaches. հրաշալի հովիվ ով քարոզում է, But in Laodicea, բայց վերջում the only thing missing in that church միակ բանը, որ բացակայում էր այդ եկեղեցում, was Jesus. Հիսուսն էր։ He was on the outside. Նա դրսում էր, թակում էր, He was knocking, նա թակում էր, trying to get in, փորձում էր ներս մտնել։ wondering if they would open the doors to him. Արդյոք կբացեն իրեն իր համար այդ դուռը։ Their whole church contradicted who Jesus was. Ամբողջ եկեղեցին նա չէր ճանաչում թողը Հիսուսը։ They had lost him completely, Ամբողջությամբ կորցրել էին նրան, but had continued on in their religion. բայց շարունակում էին իրենց կրոնը շարունակել։ Listen, Satan will do anything to get a foothold into that church. Սատանան ամեն ինչ կանի, որ ամբողջությամբ մտնի այդ եկեղեցուն։ And his desire is to bring us to the same place as Laodicea. Եվ այդ նույն եկեղեցու վիճակ ուզում է ամենուր ինքը բերել։ He'll bring something into that church that will result in death. Եվ կբերի այն, որի պատճառը վերջում կտանի այդ եկեղեցուն դեպի մահվան։ This is why we have to defend the holiness of that church. Եվ այստեղ են մեզ պետք այդ եկեղեցու սրբությունը, Because if we allow Satan in, որտեղ եթե թույլ տանք, որ Սատանան ներս մտնի, then death will come. մահը նույնպես կգա։ It may look good on the Միգուցե outside. թվա թե դրսից արտաքինից ամեն ինչ նորմալ է, լավ Religious է։ things may still be done, Միգուցե կրոնական այդ ավանդույթները, երևույթները դեռ շարունակում են տեղի but it ունենալ, will have no witness of the life of բայց God. վկայություն չեն ունենա Աստծո կյանքի։ We'll have a testimony of death.
այլ կունենան մահվան վկայություն։ We are in this darkness, Մենք այս խավարի մեջ ենք, but we are the light of God to this բայց այս world. խավարի մեջ մենք Աստծո լույսն ենք։ We must have this flowing of the Holy Ու Spirit մեզ in our պետք է lives. Սուրբ Հոգու այդ հոսքը մեր կյանքերի մեջ ունենալ։ We've got to have this light burning. Մենք պետք է ունենանք այդ լույսը մեր մեջ վառված։ Jesus must be there. Հիսուսը պետք է այդտեղ լինի։ We cannot leave him on the Չեն outside. կարող նրան եկեղեցուց դուրս թողնել։ We must see this important thing that Jesus calls us Պետք է to տեսնել այս ամենի կարևորությունը, որը Հիսուսն էր ուզում be տեսնել։ filled with this Holy Պետք է Spirit, լցվել Սուրբ Հոգով։ to have this anointing of God upon us, Ունենալ այդ օծությունը, որ Աստված ուզում է մեզ վրա to լինի։ sing, to teach, to minister under that Սովորեցնելու, anointing. կրթելու այդ օծությունը, որ տալիս է մեզ Սուրբ Հոգին։ God wants that light to be burning. Աստված ուզում է, որ այդ լույսը մեր մեջ վառվի։ God gave birth to this church Աստված ծնունդ է տալիս եկեղեցուն, so that Jesus could live in that church. որպեսզի Հիսուսը կարողանա բնակվել այդ The եկեղեցում։ Holy Spirit is the presence of Christ in that church. Սուրբ Հոգին լինի Քրիստոսի ներկայություն այդ եկեղեցու մեջ։ When our community, our city sees Եթե that church, համայնքը մեր քաղաքը տեսնի այդ եկեղեցին, they need to see Jesus, նրանք պետք է այդ եկեղեցում Հիսուսին տեսնեն։ not just man's Ոչ organization, թե մարդկանց կամ ինչ որ կազմակերպություն տեսնեն, not just man's goodness, ոչ թե մարդկանց բարությունը but տեսնեն, Jesus must be revealed. այլ Հիսուսը պետք է երևա այդտեղ։ We're a witness that God raised Christ from the Պետք է dead. դառնանք վկայությունը, որ Հիսուսը հարություն առավ մեռելներից։ And this world needs Jesus, Ու այս աշխարհը կարիք ունի Հիսուսին։ not just another religious activity. Ոչ թե ինչ որ կրոնական գործողություն է դա, Your city needs Jesus. այլ ձեր քաղաքը կարիք ունի Հիսուսին։ They must be able to see Christ Ու in պետք է us. կարողանան մեր մեջ Քրիստոսին տեսնել։ It applies to all of us, Ու դա բոլորիս է վերաբերվում։ not just the pastor, Ոչ միայն հովիներին, it's not just the leader, ոչ միայն առաջնորդներին է every person վերաբերվում։ birthed of God. Յուրաքանչյուրին, ով որ ծնված է Աստծուց։ The desire is for God's desire is for the Holy Spirit to be alive and for Christ to live in Աստծո us. փաբակն այն է, որ Սուրբ Հոգին եւ Քրիստոսը բնակվեն մեր մեջ։ He did not redeem you just to go to heaven. Նա ուղղակի չի ձեզ փրկագնել, որ ուղղակի գնաք եկեղեցի։ Heaven will be a wonderful place. Ճիշտ է, երկինքը հրաշալի վայր է։ I look forward to being there, Ես անհամբեր սպասում եմ գնալու but that's այնտեղ, not why you were saved. բայց դրա համար չէ ձեր փրկագնումը, ձեր փրկությունը, որ ուղղակի գնաք երկինք։ You were saved so that He could fill you with His life, Դուք փրկվել եք, որպեսզի նա ձեզ լցնի իր կյանքով, so that the Holy Spirit and His glory could be seen in որպեսզի you, Սուրբ Հոգին եւ Աստծո փառքը տեսանելի լինի ձեր so that մեջ, Christ could dwell in you. որպեսզի Քրիստոսը կարողանա բնակվել ձեր He մեջ, could work His ministry through you. որ իր ծառայությունն նա ձեր միջոցով անի։ You were a vessel of His presence, Դուք նրա ներկայության անոթներն եք, so that God could reveal Jesus to որպեսզի someone. Աստված ինչ որ մեկին կարողանա հայտնել Քրիստոսին։ And if you are not that container, Ու եթե դուք այդ տարան չեք, այդ անոթը չեք, then you're of no value to God. ուրեմն ոչ մի արժեք չի լինի։ And as Jesus said to those candlesticks, Ու Հիսուսն այս աշտանակներին ասում էր. either repent or you're gonna remove this candlestick. Կամ from its պետք է place. ապաշխարեք, կամ այդ աշտանակները դուրս պետք է հանենք։ We look at this and we understand the Old Testament verse in 2 Chronicles Ու 7:4. հասկանում ենք այն համարը, որ երկրորդ մնացորդացում ասում է 5 տակարանում, It says, if my people which are called by name will humble themselves and pray. 7:14։ Երկրորդ մնացորդաց 7 2 14։ and seek my face and turn from their wicked way. Մնաց։ Second. Եթե իմ ժողովուրդը, որ իմ անունով կանչված են, խոնարհվեն, աղոթեն եւ փնտրեն իմ երեսը եւ չար ճանապարհներից հետ գան, այդ ժամանակ ես կլսեմ երկնքից եւ կմոռանամ նրա մեղքերը եւ կբժշկեմ իրենց երկիրը։ Did you get it all? Yeah. Okay. It's not enough just to ask. Ուղղակի բավարար չէ միայն խնդրել։ Jesus is walking in our midst. Հիսուսը մեր մեջ քայլում է։ He's going to walk in our midst these next 2 weeks. Քայլում է մեր մեջ, մեր միջոցով։ And I guarantee you he's going to find something in your life that you need to put down. Sorry, could you repeat? I couldn't hear. I guarantee you that Ես երաշխավորում եմ, Jesus is going to find something որ in your Հիսուսը life ինչ որ մի բան ձեր կյանքի մեջ կգտնի։ that he's going to say you need to lay aside. You need to turn from. Դու եւ կասի որ պետք է դրանից շրջվեք, հետ գաք։
There is something Կա ինչ-որ մի բան, that's holding you back, որ ձեզ հետ է պահում, that's obstructing the flow of the Holy Spirit որ in your life. հոգու հոսքը խանգարում է։ And if you'll turn from that, Ու երբ որ շրջվեք դրանից, then you will, as God says, I will hear from heaven. Աստված ասում է այդ ժամանակ, ես կլսեմ ձեզ երկնքից, Forgive the sin and heal the land. կներեն ձեր մեղքերը եւ կբժշկեմ ձեր երկիրը։ How many of you believe that Armenia needs healing? Քանիսն են հավատում, որ Հայաստանը բժշկության կարիք ունի։ Amen. Well, it's the church's job Որն է եկեղեցու to գործը։ call upon the Lord Կանչելու and Տիրոջը to turn from our wickedness եւ հետ գնալու չար so ճանապարհներից, that God may again pour out His Holy որպեսզի Spirit Աստված նորից իր Սուրբ Հոգին կարողանա հեղել and that the մեզ։ church can become what God has destined it to Ու become. եկեղեցին կլինի այն, որ Աստված նախասահմանել էր եկեղեցու համար, որպեսզի լիներ։ God's looking at His purpose of this church. Աստված փնտրում է այդ նպատակը եկեղեցու մեջ, That container of His presence and որ power. նրանք դառնան իր ներկայության զորության այդ տարան, Not just your ministry. ոչ միայն ուղակի ծառայությունը։ It's not just how you serve. Խոսքը նրա մասին չէ, թե ինչպես եք դուք ծառայում։ He's looking for that purpose for which He's created. Նա փնտրում է այդ նպատակը, ինչի համար որ ինքը ստեղծել էր։ Are you a container Դուք անոթ եք, of this Holy Spirit? Սուրբ Հոգին կա ձեր մեջ։ Are you a source of this life of Դուք այդ God? Աստծո կյանքի աղբյուր եք Is հանդիսանում։ this life flowing through you? Արդյոք այս կյանքը հոսում է ձեր մեջ։ Is there a light that can be seen in your life? Արդյոք այդ լույսը, որ պետք է ձեր մեջ երևա։ We can do all kinds of religious things. Կարող ենք շատ կրոնական բաներ անել։ We can give, we can serve, we can Կարող ենք teach. տալ, կարող ենք ծառայել, կարող ենք սովորեցնել, But if we haven't become that container, բայց եթե չդառնանք այդ տարան, we're of no value to God. ոչ մի արժեք չենք We're ունենա։ not a church. Մենք եկեղեցի չենք։ We do religious things. Ու նրա համար որ ուղակի կրոնական ինչ-որ ավանդույթներ We պահենք։ become an end unto ourselves. Մենք պետք է դառնանք այդ ամենը։ Somebody's going to say, well, we're not too bad. We're doing okay. Գուցե ինչ մեկ ասի, այդքան էլ վատ չի մեր վիճակը, նորմալ է ամեն ինչ։ God understands who we are. Աստված գիտի, հասկանում ով ենք մենք։ I wish I could tell you it was different. I wish I could. Երանի կարողանայի ձեզ ասել, որ այդպես չէ։ I wish I could tell you, just do your best and you'll be okay. Երանի ուղակի ասել, ձեր լավագույնը արեք ու ամեն ինչ լավ կլինի։ But that's not what the Bible says. Բայց դա այն չէ, ինչ Աստված աշունչն է ուզում։ The Word of God says to us, Աստծո խոսքն ասում է մեզ, He's looking for a light to be burning within us. նա փնտրում է մեր մեջ լույս, որը կվառվի։ He's looking for this fullness of the Holy Spirit Նա that Սուրբ Հոգի flows to բույսն է His փնտրում մեր church. մեջ, որը կհոսի մեր միջոցով։ And that's what is important to Him. Ու ահա թե ինչն է նրա համար կարևոր։ You can give your body to be burned, Որ պետք է մեր մարմինները այդ լույսին տանք։ spend the rest of your life in the jungles of Africa or South America. Կամ միգուցե պետք է մեր ամբողջ կյանքը այդ Աֆրիկայում, այդ ջունգլիներում անցկացնենք։ You can teach every Bible lesson that you Կարող եք know. ձեր ցանկացած ինչ-որ դաս Աստվածաշնչյան սովորեցնել, But unless Jesus lives in you բայց եթե Հիսուսը ձեր մեջ չի ապրում, and is seen in you, եւ տեսանելի չէ ձեր մեջ, that light burning in you, եթե այդ revealing լույսը ձեր Christ, մեջ չի վառվում, որ Քրիստոսը պետք է then you might հայտնի, as well stay home. ուրեմն ավելավ է տանը մնաք։ Because if Jesus is not revealed, it's of Որովհետեւ no եթե value. Հիսուսը մեր մեջ չի երևում, ուրեմն այդտեղ արժեք չկա։ We must come into God's purpose. Մենք պետք է գանք Աստծո նպատակի մեջ։ He's not telling us just do the best you can. Նա չի ասում ձեր լավագույնն արեք, Do what you think is right and կամ be չի ասում okay. արեք այն ինչ որ մտածում եք ըզես ճիշտ է ու ամեն ինչ լավ կլինի։ He is going to have a church Նա ուզում է ունենալ եկեղեցի, filled with His Holy որը Spirit, լցված կլինի Սուրբ Հոգով, filled with this life. որը լցված կլինի այս կյանքով, The same Spirit that raised Christ from the որ dead still լցված lives in կլինի us. այն նույն հոգին, որը հարություն տվեց Հիսուսի մեռելներից, այդ հոգին կբնակվի այդ And if եկեղեցու He մեջ։ lives in us, Եթե նա բնակվի մեր He մեջ, will declare to this world, նա կհրճակի այս աշխարհին, God raised որ Jesus Աստված Christ from the Հիսուսին dead. մեռելներից հարություն տվեց։ Amen. Hallelujah. We can, as I said, I'm not apologizing for what we're preaching here. Don't get me wrong. Ճիշտ հասկացեք, այն քարոզը ինչ որ ես հիմա ուզում եմ տանել, But somebody will say that's extreme or that's
That's Միգուցե really- շոմեկ ասի շատ really ծայրահեղական է, շատ դժվար է ձեր ասած պատկերը։ I'm just telling you what God is looking Բայց for. ուղղակի ես ձեզ ասում, այն ինչ որ Տերն է փնտրում մեր What մեջ։ pleases Him. Ինչ է հաճեցնում Տիրոջ, ես դա եմ ուզում And ասել։ what will draw His Ու commendation. Ինչն է մեզ մոտեցնում Աստծուն։ He's looking for this life. Նա այդ կյանքն է մեր մեջ փնտրում։ And that's why He raised you up. Ահա թե ինչու համար է նա To հարություն put տվել։ His life within you. Ինչու համար է իր կյանքը մեր մեջ դրել։ And so that this life can flow out of Որպեսզի you. այդ կյանքը կարողանա մեզանից դուրս հոսել։ We are overcomers. Մենք հաղթողներ ենք։ Amen. Ամեն The power of the Holy Spirit. Սուրբ Հոգու զորությամբ։ We not only overcome sin, Ու ոչ միայն ուղակի մեղքն ենք but հաղթարել։ everything that the devil throws at us. Այն ամեն ինչ որ սատանան կնետի մեզ We վրա։ can be an overcomer. Այդ ամենի մեջ մենք կարող ենք հաղթողներ The լինել։ purpose of God's church is that we Աստծո would all եկեղեցու be նպատակն overcomers. այն է, որպեսզի մենք բոլորս լինենք հաղթողներ։ That we would all have the testimony of life. Որ բոլորս ունենանք կյանքի վկայություն։ We'd all burn with the bright light of His glory. Որ նրա փառքի լույսով վառվենք բոլորս։ If we were this church, Եթե այս եկեղեցուց ենք, there would be no sin within that church. եթե այդպեսին ենք, ուրեմն եկեղեցուն ոչ մեղք չի լինի։ Ministers would not fail and fall. Ծառայողները չեն ձախողվի, չեն ընկնի։ You wouldn't see the backslider in the church any longer. Չեք տեսնի եկեղեցու ընկած վիճակը։ So we must restore this church Այսպիսով մենք պետք է վերականգնենք այդ to the եկեղեցին։ original purpose of God. in its Վերականգնենք beginning. դեպի այն օրիգինալ, այն սկզբին, որը որ Քրիստոսն է ուզում, Աստված It է ուզում։ is that question of life. Ու ահա դա է այդ կյանքի հարցը։ Jesus had a testimony. Հիսուսն ունի վկայություն։ I am alive. Ես կենթանի եմ։ I was once dead, Ես մի ժամանակ but մեռած now եմ։ I am alive Հիմա forevermore. կենթանի եմ։ That is His testimony. Ահա նրա վկայությունը։ We live that reality. Մենք այդ իրականությունը պետք է If ապրենք։ Jesus is alive, Որ եթե Հիսուսը այդ կյանքն է, I can't overcome my ես sin. նույնպես կարող եմ այդ մեղքերս If հաղթահարել։ Jesus is alive, Եթե Հիսուսը կյանք է, there's կյանքն է, nothing impossible to those ուրեմն that believe. անհնարին բան չկա բոլոր նրանց համար, ովքեր հավատում են նրան։ We're demonstrating it every day by how we live. Ու ամեն օր պետք է մեր մեջ երևա ցույց տանք նրա ապրելու We ձևը։ walk with God. Պետք է քայլենք Աստծո We հետ։ live by the power of the Holy Ապրենք Spirit. Սուրբ Հոգու զորությամբ։ The same Spirit that conquered death lives in us. Հոգին, որը հաղթեց մահին, հիմա բնակվում է մեր մեջ։ Hallelujah. That Hallelujah. Holy Spirit will not fail us. Սուրբ Հոգին չի ձախողի մեզ։ Listen, in the Old Testament, 5 տակարանում, when they wanted to talk about the power of God, երբ ուզում են խոսել Աստծո զորության մասին, they would say, նրանք ասում են. that God that parted the waters of the Red Այն Sea, Աստվածը, որը Կարմիր ծովը բաժանեց, that was their proof. դա նրանց ապացույցն է, Our God is almighty. որ Աստված մեր Աստված Our God is ամենակարող է։ powerful. Մեր Աստված զորավոր է։ And they say, how do you prove it? Well, He parted the waters of that Ոնց Red էին Sea. ապացույցն այն է, որ նա ծովը բաժանեց։ In the New Testament, Իսկ նոր կտակարանում it is that God raised Jesus from the ապացույցն dead. այն է, որ Աստված Հիսուսին հարություն տվեց մեռելներից։ How do I know He's almighty? Ոնց գիտենք, որ ինքը ամենակարող է։ God raised Jesus from the dead. Աստված Հիսուսին մեռելներից հարություն տվեց։ How do I know nothing is impossible? Ոնց գիտեմ, որ իմ համար աննարին ոչինչ չկա։ God raised Jesus Աստված from the Հիսուսին dead. մեռելներից հարություն տվեց։ Hallelujah. Հալելույա։ That's the witness that we have. Ահա այդ վկայությունը, որ մենք ունենք։ One of the first to, after the School of Christ left Russia, it went to Peru. Քրիստոսի դպրոցը որ ավարտեց Մոսկվայում, ես գնացի Պերու։ In Peru, there's one of the world's worst prisons. Worst prisons, yeah. Շատ բադ դաժան բանտեր կան Պերուում, աշխարհի ամենադաժան բանտերը։ At that time, it was just filled with murderers and drug dealers. Այն ժամանակ շատ էր սպանությունները, թմրամոլություններ այնտեղ շատ։ Men would walk around no clothes on. Մարդիկ համարյա մերկ էին քայլում, Every other day, they would kill someone. ամեն օր ինչ-որ մեկին սպանում էին։ One of the worst was a man by the name of, we know as Brother Lewis. Եղբայր Լուիսը Someone took the videos of the School of Christ into that prison. ինչ-որ մեկը Քրիստոսի դպրոցի վիդեո դասերը տարել էր այդ բանտ։ The leadership of the prison laughed. Ու առաջնորդները այդ բանտի սկսեցին ծիծաղել։ They said, nobody here is going to listen to those Ասեցին, things. ոչ ոք այստեղ չի լսելու But you դրան։ can leave them here if you want. Բայց եթե ուզում եք, թողեք։ There was a faithful worker who went in, Ու այնտեղ կային մշակներ, ովքեր այնտեղ աշխատում turned էին, that TV on, pushed միացնում էին that tape հեռուստացույցը, միացնում player, էին այդ ժապավենը, and men would come.
Ամեն։ Men Մի came. մարդ եկավ, Lewis came, Լուիսը, a murderer, drug dealer. մարդասպան, թմրամոլ, He came եկավ, and he got saved. փրկվեց, Immediately put his clothes on. անմիջապես հագավ իր հագուստները Immediately began telling other people about Jesus. ու անմիջապես սկսեց վկայել մարդկանց Հիսուսի մասին։ Soon he had a little group watching the School of Ու Christ. շուտով կային մարդկանց մեծ խումբ, ովքեր դիտում էին այդ տեսանյութերը։ Soon the whole atmosphere of that prison began Շուտով to change. այդ բանտի ամբողջ մթնոլորտը սկսեց փոխվել։ They asked the authorities, "We want a church. Ու իշխանություններին իրենց բանտի ասում են մենք ուզում ենք այստեղ եկեղեցի ունենալ։ Give us the material so we can build a Մեզ church." նյութեր տվեք, որպեսզի կարողանանք այստեղ եկեղեցի սարքել։ So there in Peru, in one of the worst prisons of the world, is a Ու church Պերույում աշխարհի ամենադաժան վատ բանտերից մեկում եկեղեցի ունեվել։ built by men who were saved. Մի Listen to this մարդու gospel. կողմից, ով որ փրկվեց այս ավետարանը լսելու միջոցով։ If you ask anyone about Brother Lewis, Եթե ինչ-որ մեկին հարցնեք եղբայր Լուիսի մասին, they would have told you he is insane. That was before he Կասեին, came to Christ. Միջև Քրիստոսին գալը կասեն, որ նա ուղղակի խելագար է, Said you couldn't talk to him. որ ի այդ անգամ մի բառ չես կարող խոսել։ If you made him mad, he would just kill you. Եթե հանկարծ բարկացնես այդ մարդուն, քեզ հաստատ կսպանի։ But Դա in միջև Քրիստոսին գալը։ one day, Բայց մեկ օրով, he was a changed man. մեկ օրում փոխվեց այդ մարդը։ And one day, Մեկ օրում God saved him and baptized him with the Աստված Holy Spirit. փրկեց նրան ու Սուրբ Հոգով մկրտեց։ This life is real, my friends. Այդ կյանքն իրական է, ընկերներ։ It's life changing. Նրա կյանքը փոխող է։ This working of the Holy Spirit, Սուրբ Հոգու գործերը that changes a man's life. ու այդ փոփոխությունները, որ մարդու կյանքում լինում են, And it takes someone to preach this gospel. դրա համար ինչ որ մեկն է գալիս ու ավետարանում։ Someone who has this life Մեկ and is ով able իր to մեջ share it ունի with այդ someone կյանքը else. եւ ի վիճակի այդ կյանքով այլոց հետ կիսվելու։ We've got to see what God has called us to and why. Մենք պետք է And why. We've got to see what God has մենք called us պետք է to. տեսնենք թե ինչի համար է Աստված And կանչել։ why? Ու ինչու է Աստված We կանչել։ can't make a difference unless we ourselves have been changed. Միջև մենք չփոխվենք, փոփոխություններ բերել չենք կարող։ We can't make a difference unless we have this Holy Չենք Spirit. կարող փոփոխություններ բերել, միջև չունենանք Սուրբ Հոգուն։ We've got to have this life. Մենք պետք է ունենանք այս կյանքը։ Because only through this life can we make a difference in the Այս world կյանքի around us. միջոցով կարող ենք ամբողջ աշխարհում փոփոխություններ բերել։ I tell you that this Holy Spirit can make a difference in your life. Ասում եմ ձեզ, որ այս Սուրբ Հոգին կարող է փոփոխություններ բերել նաև ձեր կյանքերում։ I know that this flowing of the Holy Spirit will make a difference in your ministry. Ու գիտեմ, որ Սուրբ Հոգու այս գործը շարժը կարող է ձեր ծառայությունների մեջ նաև փոփոխություններ բերել։ There's an attack against the church today. Մեր օրերում այսօր եկեղեցու դեմ հարձակումներ կան։ Sometimes it gets hard to pray. Երբեմն դժվար է լինում Get աղոթել։ a group of people together and we're just, Մարդկանց խումբ են հավաքում, որ աղոթեն ու we'll probably experience it this week. միգուցե այս շաբաթ ունենանք փորձառություն, Times in which it's difficult to cry ժամեր out. աղոթքի մեջ, որ դժվար կն ձեզ համար կանչելու, աղաղակելու։ But understand the issue is between spiritual life and spiritual death. Ու պետք է հասկանանք այդ խնդիրը հոգևոր կյանքի եւ հոգևոր մահվան միջեւ։ I've got to break the power of the enemy. Ես պետք է ճեղքում բերեմ եւ հաղթեմ թշնամուն։ I've got to learn how to allow this Պետք է Holy Spirit to սովորեմ flow. ինչպես թույլ տալ, որպեսզի Սուրբ Հոգին հոսի իմ միջոցով։ I've got to be able to work this, do this spiritual warfare Ես պետք է կարողանամ ի վիճակի լինեմ պատերազմել այս հոգևոր to protect պատերազմը։ what God has given to me. Պաշտպանելու այն, ինչ որ Աստված տվել է ինձ։ Jesus comes back. Հիսուսը վերադառնում է He's going to bind the devil for 1,000 years. ու հազարավոր տարիներ նա սատանային կկապի։ But until that time, Բայց մինչև այդ պահը he's running around like a roaring lion, մռնչացող առյուծի պես նա պատտվում է։ doing everything he can to distract us, Անելու այն ինչ որ կարա միայն թե կործանի, everything to create fear. որպեսզի վախ բերի And մարդկանց։ we've got to pray until we're no longer afraid. Բայց մենք չպետք է վախենանք։ We've got to pray until we're Մենք filled with պետք է this աղոթենք, life. որ չվախենանք ու լցվենք այս So կյանքով։ that once again we could be the church Որ that եւս Jesus մեկ is անգամ looking ասենք, for. որ կարողանանք նել այն եկեղեցին, որ Աստված է փնտրում։ The reason that we are here is this Պատճառը, որ մենք testimony of այստեղ ենք, life. այս կյանքի վկայության համար է։ We are here to demonstrate that God raised Jesus from the dead. Ցույց տալու ապացույցն ենք, որ Աստված Հիսուսին մեռելներից հայություն տվեց։ That's what Jesus was looking for in the early church.
Դա այն էր, ինչ որ Հիսուսն այ վաղ եկեղեցում էր փնտրում։ And that's what he's looking for in this last stage. Նույնն էլ այս վերջին օրերի եկեղեցում է փնտրում։ Are you ready? Պատրաստ եք։ Let's pray. Աղոթենք։ Father, we thank you Հայր գոհանում ենք for the working